Պարոն Աղազարյան, այստեղ ներկայացված միջնորդագրում նշվում է, որ դուք 2023 թվականի օգոստոսի 10-ին պայմանավորվածության համաձայն Սլավիկ Պողոսյան եւ Աշոտիկ Կամավոսյանը ազգային ժողովի վարչական շենքի մոտ Երևանի Սիրահարների այգում հանդիպել եք միմյանց, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել, որ կարողացել է հավաքել ընդհանուր 20,000 ԱՄՆ գումար, ուստի առաջարկել է ձեզ այն փոխանցել։ Իսկ դուք պայմանավորված մնացած գումարի մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբականակի արտահանման ժամանակ։ Սակայն դուք առաջարկից վրդովել եք, նշել եք, որ իրենց նախնական պայմանավորվածությունը ձեռք բերվել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել եք ստանալ 20,000 ԱՄՆ գումարից։ Իհարկե, ստեղ խոսվեց, բայց ես կուզենամ, որ դուք ավելի հիմնավոր եւ մանրամասնություններով խոսեք այդ մասին։ Ստեղ նշվում է նախկին պայմանավորվածության համաձայն եւ արդյոք ձեր մեջ միջև նման խոսակցություն եղել է թե ոչ, այսինքն կուզենամ, որպեսզի մենք գնահատական տանք եւ կարծիքներ հնչեցնենք, մանրամասնեք այս 20,000 $ մասին, ըստ նախկին պայմանավորվածության իբրև եւ ձեր հանդիպման խոսակցության մասին։ Շնորհակալություն։ Սլավիկ Պողոսյանի հետ հանդիպան ժամանակ եւ այդ Աշոտի հետ հանդիպան ժամանակ, որի հետ հանդիպել եմ մի անգամ, որը Աշոտիկ Կամավոսյանը չի, այսինքն Սլավիկ Կարապետյանի աները չէ, լրիվ ուրիշ մարդ էր, երբեք չի եղել ինձ գումար առաջարկելու խոսակցություն, երբեք չի եղել ինձ գումար առաջարկելու խոսակցություն եւ հետեւաբար, քանի որ չի եղել ինձ գումար առաջարկելու խոսակցություն, ես չէի կարող նաեւ կամ համաձայնություն տալ կամ հրաժարվել։ Ավելին Արերեսման ժամանակ արդեն Սլավիկ Պողոսյան, Սլավիկ ներողություն, Աշոտիկ Կամավոսյանին ես հարց տվեցի։ Ասեցի Աշոտ ջան, ենթադրենք դե դու այդ Աշոտն ես։ Դու ինձ 20,000 $ գումար առաջարկել ես։ Արերեսման ժամանակ ինքը ասաց, որ ոչ։ Ինքը այդ գումարը տվել է Սլավիկին։ Այսինքն ես կապ չեմ ունեցել։ Երբ որ նայում ենք այն հանգամանքին, թե ինչու Աշոտիկ Կամավոսյանը ասում է, որ Սևանում երեքով ենք հանդիպել։ Այն դեպքում, երբ որ Սլավիկ Պողոսյանը եւ ես ասում ենք, որ երկուսով ենք հանդիպել, եւ այստեղ այդ ալեհավաքի պատմությունն է, որ քանի որ նույն ալեհավաքի տակ ենք, ապա իմ ասածը անարժանահավատ է։ Ես նորից եմ կրկնում, նույն ալեհավաքի տակ կարող է 50 մարդ լինի տարբեր հեռավորություններով։ Եվ հետո գալիս է այն հանգամանքը, որ ես որ երբ որ մերժում եմ, հիմա իրաց մեջ ինչ խոսակցություն է լինում, ինչ չի լինում, դրանից 20 օր հետո այդ ներքին դիտման շրջանակներում այն Սլավիկ Կարապետյանը, Սլավիկ Պողոսյանը ասում ախպեր ինչ եղավ այդ գործը 20 օր հետո, այսինքն 20 օր անընդհատ ես իրանք բերել են 20,000, ես ասել եմ չէ, բերել են 20,000, ես ասել եմ չէ, թե միանգամից բերել են 100,000։ Անտրամաբանական է, չի ստացվում, չի կպնում իրար։ Ստեղ արդեն հարց առաջանում, որ այնտեղ ով ինչ դերակատարություն է ունեցել իրար մեջ։ Եվ նաև հատկանշական է, որ եւ այս վարույթը երկու կներեք, ես անմեղության կարգավորվածը չխախտեմ, շատ ծանր հանցակներով մեղադրվող մարդիկ իրար մեջ հարցեր են լուծում, քննարկում եւ ես դառնում եմ ֆիգուրանտ։ Ինձ գումար չի առաջարկվել, հետեւաբար ես ոչ հրաժարվել եմ, ոչ էլ համաձայնություն եմ տվել, եթե այդ առաջարկությունը չի եղել։ Ես տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ եմ, այս ընթացքում տասնյակ քաղաքացիներ են դիմել տարբեր հարցերով, որտեղ որ կարողացել ենք օգտակար ենք եղել, որտեղ որ չէ, օգտակար չենք եղել։ Ոչ մի տարօրինակ բան չկա, որ մարդ պատգամավորին դիմում են այս կամ այն հարցով։ Արձագանք։ Մենք կարող ենք արձանագրել, որ միջնորդության մեջ նշված այդ 20,000 $ մասին խոսակցություններ չի եղել, դուք շղթեցիք ձեր խոսքում, եւ երկրորդ հարցը արձագանքի տեսքով նշեցիք, որ երկու Աշոտ եւ Աշոտիկ է եղել։ Չէ, Աշոտ եւ Աշոտիկ եւ երկու Սլավիկ։ Արդյոք գլխավոր դատախազությունը կամ նախաքննական մարմինը գնահատական տվել է, որ դուք տարբեր մարդկանց մասին է խոսակցությունը, Աշոտ, Աշոտիկ եւ արդյոք դուք առերեսվել եք ձեր մատնանշված մարդկանց հետ, թե ոչ։ Այսինքն այնքան խուճուճ է, որ ես հասկացա, որ երկու տարբեր անուններ, նույն անուններով տարբեր մարդկանց մասին է խոսքը, երկու դրվագներով քրեական վարույթում։ Եվ ձեր մատնանշված մարդկանց հետ գնահատական տվել է, որ դուք այլ մարդու մասին եք խոսում, իրանք դատախազությունը կամ նախաքննական մարմինը այլ մարդու հետ։ Ինչ գնահատական է տվել եւ նախաքննական մարմինը եւ ըսկող դատախազի մասով։
Դե արերեսման ժամանակ, որտեղ ես հանդիպեցի այդ Աշոտիկի, որ կյանքում առաջի անգամ էի տենում, ով Սլավիկ Կարապետյանի աներն է երևույթին, ինքը ես իրան հարց տվեցի, ասեցի, ենթադրեք դուք Աշոտն եք, այն որ ես հանդիպել եմ, ենթադրեք մի պահ։ Դուք ես 20,000 $ առաջարկել եք, ինքը ժխտեց, ասավ չէ, ես տվել եմ Սլավիկին։ Հիմա գնահատական, որևէ գնահատական ես չգիտեմ, տրվել է քննիչը, հետո տրվել է թե չի տրվել, որտեղ դրանից հետո արդեն բան չի տեղի ունեցել, բայց ցանկացած քննիչ կարող է հանգիստ այդ երկու բանը, այդ երկու փաստերը համատեղի մի 2-3 փաստ եւ հասկանա թե ինչ է տեղի ունեցել, որը մենք կանենք մեր փաստաբանի հետ